Երբ որ սա ասում ենք, մարդիկ ասում են, մարդիկ հանդիմանում են, ասում են ինչա տխուր եք, որ այդ 4-ը վերադարձել է։ Չէ, 4-ը վերադարձի համար շատ ուրախ ենք, տխուր ենք, որ մնացած 19-ը չեն վերադարձել։ Եվ գնալով այդ պատուհանը փոքր էլ ինչ պիտի զիջես, որ վերադարձնեն։ Բարձա չէ, որ Ադրբեջանը պահում է մյուսներին, որ անդադ շրջշում բանեցնի Հայաստանի վրա կամ առևտուրանի, բայց դու գնալով ամեն անգամ ադրբեջանական նախապայմաններով փոխանակում անելուց հետո տալու բանը քո մոտ սպառվում է, այլ բան չունես տալու։ Ամբողջ խնդիրը սրա մասին է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գերադասել է, փոքր հարցեր լուծել աննշան խորհրդանշան, անդադ ինչ-որ բան զիջելով։ Արդյունքում մի հատ իրավիճակի հետ ես բախվում, որ այլևս զիջելու բաներ չունես, բայց Բաքվի բանտերում ունես շուրջ 2 տասնյակ ըստ պաշտոնական տվյալների, գուցե թիվը ավելի մեծ է, որտեղ օրինակ լեգիտիմ կասկած կա, որ անհետ կորածների մի մասը գուցե բանտարկված են էլի բանտում։ Ուղղակի այդ մասին չի հրապարակայնացվում։ Հիմա փաստն է, որ այլևս Հայաստանը ըստ էության զիջելու բաներ չունի։ Որտեղ թրիպել այլ օպերայով է գնում։ Հիմա այսինքն դելիմիտացիայի, դեմարկացիայի process-ում են այս ճշմարտ գործիքը օգտագործելու։ Ակնհայտ է, չէ՞ որ պահում են, հիշում եք մի տեսանյութ կար ինքնաթիռում արված, երբ որ Էրդողանի կինը Ալիևին խորհուրդ էր տալիս, այդ ինքնաթիռում տեսագրվել էր, քիչ-քիչ տալ Հայաստանից մաքսիմումը կորզելով։ Այսինքն այդ տեսանյութում բացահայտվում է այն տակտիկան, որը Բաքուն որդեգրել է։